Ես ձեզ պաշտոնապես ասեցի, չեք կարող խորան բարձրանաք ավանդատուն մտնեք։ Չի կարելի, ձեզ թույլ չի տրվում։ Ես չեմ բարձրանում։ Նայեցեք։ Ես ձեզ ասում եմ պաշտոնապես, ես եկել եմ իմ բան։ պաշտոնապես ասում եմ։ Չեմ հիշում, բայց ես եկել եմ Ես ձեր տանը եղել եմ։ Ուրախ եմ։ Ես եկել եմ իմ ընդամենը եկեղեցական Ես հա տեր հայկը կգա ինքը կվերցնի Նայեք, կտածես։ չեք կարող ինձ արկել։ Կարող եմ արկելել, ես մայրաթորի ներկայացնեմ։ Ուրախ եմ։ Դե ուրախ եք, ուրեմն Մայրաթորի ներկայացուցիչ եք, բայց չկա որևէ կանոն, որ ինձ արկելի մտնել ավանդատուն։ Ուրեմն ես ձեզ ասեմ, ես լիազորված եմ ձեզ արկելել, խորան ավանդատուն չեք կարող։ Լիազորված չեք ոչ բան ինձ արկելելու։ Սա է խնդիրը, չէ, նայեցեք։ Չէ, դուք եկեղեցական օրենք ասեք, որ ինձ արկելու եք։ Նայեք, եթե եկեղեցական օրենքից դուրս կարողանում եմ եք մտնել, դուք եկեղեցական օրենքից դուրս եք։ Ահա, նայեք, եթե աշխարհականը կարողանում եմ մտնել այստեղ, ուրեմն նշանակում է ես կարողանում եմ մտնել այստեղ առավել եւս աշխարհականը կարող մտնի հոգևոր հոր թույլատվությամբ։ Դուք չեք կարող մտնել։ Ես ցավում եմ։ Արամայից չեք կարող մտնել։ Խնդրում եմ, դուք ճիշտ չեք վարվում։ եկեղեցին կարող լինել, լսեք, խորան չեք մտնում, այստեղ չեք մտնում։ Նայեցեք։ Դուք ձեր ընկալումն ունեք եսին, բայց դուք չեք կարողանում պատասխանել իմ պարզ հարցին։ Դուք քահանա չեք։ Ով ասում։ Մենք չենք ընդունում այդ որոշումները եւ վերջ։ Ձեր ընդունել չընդունելու է դա։ Մենք չենք ընդունում։ Մենք ով դուք, ձեր մասին օգնակիով եք խոսում։ Մենք նշանակում է եւ ես եւ այն մարդիկ, ովքեր որ իմ կողմնակիցներն են, ինձ հետ միասին պայքարում են հայ եկեղեցու բարենորոգման համար, վերջ։ Մենք չենք ընդունում կտրիչի որոշումները։ Խնդիր չի, չենք մտնում։ Ուրեմն դուք արդեն ձեզ կողմը չպահում։ Եկեղեցում չի վիճելու կամ բանավիճելու համար, всё, գիտակցում եք, լավ մնացեք։ Այս չեմ ուզում որևէ ձեր ամանորը շնորհավոր։ Բոլորին։ Հաջորդես։